Քանի որ ես 3 հետախուզական ծառայությունների ագենտ եմ միաժամանակ 3 երկրում եմ աշխատում, բարձվում է։ Ես խնդրում եմ դուք ինձ մի լսեք, ինձ մի հավատացեք։ Հավատացեք մեր ամերիկացի գործընկերոջը, որը իրավապաշտպան է Միացյալ Նահանգներից, հիմա ապրում է Շվեյցարիայում։ Այսօր իր թեզերը ես կախեցի իմ Telegram կանալում եւ իմ Facebook-ի էջի վրա։ Սա ասում է ամերիկացին, որը ապրում է Շվեյցարիայում եւ ոչ մի կապ չունի Հայաստանի հետ։ Պարոն Ջոն Էյբները, ինչ է նա ասում։ Միացյալ Նահանգները որոշել են այս տարածաշրջանը տալ Թուրքիային եւ Ադրբեջանին, որևէ երաշխիքներ անվտանգության Միացյալ Նահանգները Հայաստանին չի տալիս եւ չի կարող տալ, քանի որ անգամ չի կարող պահանջել, որ ազատել մեր գերիներին, այսպիսի ազդեցություն չունի Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա։ Հայերը, եթե այսպես շարունակվի, ստիպված կլինեն հնազանդվել, ենթարկվել Թուրքիային եւ Ադրբեջանին եւ դառնալ Թուրքիայի, Ադրբեջանի միացյալ ինչ-որ պետական միավորի մաս։ Հայերը այնտեղ կապրեն որպես ազգային փոքրամասնություն առանց որևէ իրավունքների, կունենան կաթողիկոս, որը ենթարկվելու է Թուրքիային եւ Ադրբեջանին, ինչպես Օսմանյան կայսրությունում էր տեղի ունենում, տնտեսական կապերը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, առևտուրը եւ ինտեգրացիան կբերի տնտեսական ինտեգրացիայի, իսկ տնտեսական ինտեգրացիան կբերի քաղաքական ինտեգրացիայի։ Թուրքիան եւ Ադրբեջանը տնտեսապես վերցնելու են, նվաճելու են Հայաստանը, ներդրումներ են լինելու, բիզնեսներ են լինելու, որոշ մասը հայ ժողովրդի կհարստանա, հարուստներ էլ կլինեն, ինչպես Օսմանյան կայսրությունում էր եղել։ Բայց շատ արագ կգա մի օր, երբ հայերը այլևս տեր չեն լինելու Հայաստանի։ Հայաստանը չի պատկանալու հայերին, Հայաստանը պատկանալու է Թուրքիային, Ադրբեջանին եւ Պարսից ծոցից եկած այդ ներդրողներին։